Անվել է 65 տարեկան տարիքային սահմանափակումը։ Տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով։ Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորելով զուտ միայն տարիքի հիմքով։ Հանրային ծառայության մասին, համայնքային ծառայության մասին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենքներում կատարվող փոփոխություններով հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաեւ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող, ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի եւ դաստիարակության համար։ Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային հատիկաանդեղենի, ոլոր, լոբի, ոսպ, սիսեռ եւ բազմամյա խոտաբույսերի մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների, վարի, ցանքի, բերքահավաքի եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետեւյալ սահմանաչափերով. Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով 70,000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով 85,000 դրամ, հատիկաանդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով 100,000 դրամ, բազմամյա խոտաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով 110,000 դրամ։ Առաջարկվում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել։ Խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է։ Այդ մասին կառավարության նիստին ասաց ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով էներգետիկայի մասին, լիցենզավորման մասին եւ պետական տուրքի մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է կուտակիչ կայաններին լիցենզիայի տրամադրելուն։ Կառավարության լիցենզավորված մարմնի կողմից առաջարկի հիման վրա ՀԾԿՀ-ն այսուհետ կտրամադրի լիցենզիաներ եւ նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն։ Միաժամանակ կտրվի հնարավորություն շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու եւ վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք։ Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 մեգավատ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաեւ 1 մեգավատից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը, ասաց նա։